Ասում է ժողովրդի 70%-ը չի մասնակցում ընտրության։ Ճիշտ է ասում։ Ով է խանգարում, որ գնաք այդ 70%-ի ձայները տանեք։ Այն 30%-ը, որ գնում է, իր թեկնածուն ունի, ձեր ընտրողը չէ։ Ընտրություններ եղան Գյումրիում, Փարաքարում, Վաղարշապատում, ձևավորեիք ուժ, մասնակցեիք, փորձեիք ուժերը ու ինձ որպես սովորական ընտրողի, որն ուզում է մի կոլին հեռացնել, ցույց տայիք ձեր արդյունքը, վստահություններ շնչեիք, ինձ համար կողմնորոշիչ լիներ։ Բայց տեսնում եմ, որ ձեզ ոչ մի կերպ չեք դրսևորել, եկել եք թե եթե հեռանա քաղաքական դաշտից, էս կանենք, այն կանենք։ Վերջին ՏԻՄ ընտրություններին բոլոր ուժերը ասում էին 50+ ձեն ենք տանելու։ Այդ թվում ՔՊ-ն ոչ մեկ չտարավ։ Ձայն հավաքեց ՔՊ-ն, երկրորդ ուժն էլ այն ուժն էր, որ ասոցացվում էր երկրորդ նախագահի հետ։ Գյումրիում էլ էր այդպես։ Թաթոյանի հետ չէր ասոցացվում։ Չեմ հանդիպել մեկին, որ ասեր Արման Թաթոյանի նման գործի չեմ ուզում ընտրել, կամ որ նա չկա, չեմ մասնակցելու ընտրություններին։ Հավակնում է ստանալ այն մարդկանց քվեն, ովքեր ընտրում են Ռոբերտ Քոչարյանին։ Հավատում են, վստահում են, որ նա կարող է Նիկոլին հեռացնել եւ երկրորդ անգամ վերակառուցել քանդված երկիրը։ Ու ես խիստ կասկածում եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը վաղը հրաժարվի ընտրապայքարից, իր ռեսուրսը ընտրելու է Թաթոյան Արմանին։ Շատ մեծ կասկածուն է։ Լավագույն դեպքում այդ մարդիկ ոչ մի ընտրության չեն գնալու, ու այդ անտարբերների 70%-ին գումարվելու է ելի մի լուրջ տոկոս։ Փոխարենը, որ դուք աշխատեք այդ ընտրության չգնացող տոկոսի վրա, իրենց ինչ-որ բան առաջարկեք, ասում եք այն մարդը, որ ունի ռեալ տոկոս, թող դուրս գա։ Լուրջ չէ,